Հանրայինի ուղիղ եթերում աշխատանքներ շարունակում օրակարգը, բարև ձեզ գլխավորի մասին նախամարոտ։ Էներգետիկ բիզնես Հայաստանի արևի տակ 3 տասնյակ երկրից ներդրողներ են հրավիրվել արևային կայաններ կառուցելու համար։ Ոչ միայն ֆինանսական, այլև կառավարման մշակույթի կապիտալ Մոսկվայում Կարեն Կարապետյանը խոսել է Հայաստանի տնտեսական կյանքին Սփյուռքի մասնակցության ցանկալի ձևաչափի մասին։ Ավելացված արժեքի հարկը սահմանին չի մուծվի, շահութահարկի տոկոսը կնվազի, արտոնություններ եւ բարեփոխումներ մաքսակետից մինչեւ շուկա։ Թրամփը միտքը չի փոխել, ներգաղթն արգելող պատը կկառուցվի, Միացյալ Նահանգները անհասանելի դարձնող այլ հրամաններ։ Եվ ձյուն ու բուկ բերող ցիկլոն է մոտենում Հայաստանին, երբ եւ քանի աստիճանով կնահանջի ցուրտը։ Եվ այսպես Հայաստանը միջազգային ներդրողներին մեր երկիր է հրավիրում զարգացնելու արևային էներգետիկան, առաջարկը հնչեցրել է Հանրապետության նախագահը Երևանում այսօր բացված բիզնես համաժողովին, որին մասնակցում են 30-ից ավելի օտարերկրյա ընկերություններ։ Նրանք հետաքրքրված են մեր երկրում արևային կայաններ կառուցելու հնարավորությամբ։ Առաջին այդպիսի կայանը կկառուցվի Մասրիկում։ Առաստաղի ապակիներից թափանցող բնական լույսով էներգախնայող էլիտ պլազայի դահլիճում է Հայաստանը ժամադրել արտասահմանյան բիզնեսներին։ Եկեք մեր երկիր արևային կայան կառուցելու առաջարկը Մարախլապատ Երևան է բերել հյուրերի անգամ Արևոտ Դուբայից։ Ես Access Power ընկերությունից եմ, համաժողովը հետաքրքրեց մեզ հասկանալու Հայաստանի ներդրումային միջավայրը։ Արևային էներգետիկայի շուկայում աշխատող կազմակերպություններն անգիր գիտեն ուր գնալ, ասում է մերձավոր արևելքից մինչև հարավային Աֆրիկա վերականգնվող կայաններ կառուցած սաուդարաբական ընկերության պատվիրակը։ Հայաստանը մեծ հնարավորություն ունի արևի, նաև քամու ուժն օգտագործելու։ ԱԵԿ-ի, ջեկերի ու հեկերի կողքին Հայաստանն արև քամու ուժը հոսանքի վերածելու գործը հիմա է սկսում, որովհետև տեխնոլոգիաներն 80%-ով էժանացել, ներդրման համար ձեռնտու են դարձել։ Այդ ուղղությամբ սակայն մասնագետները միշտ են մտածել, անկեղծանում է վերականգնվող էներգետիկայի էներգախնայողության հիմնադրամի ղեկավարը։ Էներգետիկ ճգնաժամը մեզ լավ դաս է տվել։ Այսօր Հայաստանը հարևան Իրանի ու Վրաստանի հետ բարձրավոլտ նոր գծեր է կառուցում, երկիրը տարածաշրջանում դառնալու է հոսանք տարանցող ուղի։ Գործարար հյուրերի ներդրումային հետաքրքրությունը բորբոքեց Հանրապետության նախագահը։ Հայաստանը որպես Եվրասիական տնտեսական միության անդամ կարող է յուրօրինակ կամուրջ լինել Իրանի Իսլամական Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության միջև։ Ինչու է շահավետ ներդրում գումարը Հայաստան բերելը հարցի պատասխանն էներգետիկայի փոխնախարարը մանրամասնեց, թվարկեց պանելների ներկրումն ազատված է հարկերից, սակագինը, որ կսահմանվի արևային կայանի համար, չի փոխվի 20 տարի, բիզնեսին երաշխիք են տալիս։ Ինչքան էլեկտրաէներգիա արտադրի վերականգնող էներգետիկ կայանը պետությունը երաշխավորում որ պետք է գնվի։ Ոլորտը կարգավորող օրենքները նաև միջազգային փորձագետների օգնությամբ այնպես են մշակվել, այնքան գրավիչ դարձրել դաշտը վարկերի կարիք դժվար զգացվի, կանխատեսում է Երևանում համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավարը։ Այսօր տեխնոլոգիական ոլորտում հուսով ենք մասնավորն իր գումարներով ներդրում կկատարի։ Դա ապացուցում է նաև ներդրողների ակտիվությունը։ Առաջին Մասրիկում կառուցվող արևային կայանի մրցույթը դեռ չհայտարարած Շանհայից Երևան է եկել արևային պանելներ արտադրող, Ֆրանսիայից կայան շահագործող, Իսպանիայից աշխարհում արդեն 9 գիգավատ արևային ուժ հնազանդեցրած ընկերությունների ներկայացուցիչներ։ Այո, մասնակցելու ենք Մասրիկի մրցույթին, նաև Սևանի ավազանում քամու հողմակայան կառուցելու ծրագիր ունենք։ Արևը Հայաստանում շատ է եւ ուժեղ։ Սպասում ենք մրցույթը հայտարարվի ու ծանոթանանք պայմաններին։ Արտասահմանյան որ կազմակերպությունն ինչ սակագին է պատրաստ առաջարկել հայաստանյան արևից ստացվող էներգիան ցանցին վաճառելու համար առևտրային գաղտնիք կմնա, մինչև փետրվարին հայտարարվի մրցույթը։ Հայտնի է միայն, որ 1 մեգավատ հզորություն կառուցելու համար անհրաժեշտ է $1 միլիոն ծախս։ Չի թաքցնում չինական ներդրող մեկ այլ խմբի հայ ներկայացուցիչ։ Դա պատկերացրեք տան չի։ Երկարաժամկետ առումով կանաչ սկզբունքների վրա հիմնված տնտեսություններն առավել հեռանկարային ու կայուն են, հայտարարեց նախագահ Սարգսյանը։ Այդ պատճառով է երկիրը փորձում էներգետիկ նոր աղբյուրներ զարգացնել։ Առաջիկա մի քանի տարիների ընթացքում մենք նախատեսում ենք զգալիորեն ավելացնել վերականգնող էներգետիկայի բաժինը ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում, կառուցելով արևային, հողմային եւ երկրաջերմային էլեկտրակայաններ։
Մասրիկն ի դեպ 3 տարուց պետք է հոսանք մատակարարի ցանցին, մինչ այդ բիզնես ֆորումի մասնակիցների հետ նաև նախագահ Սարգսյանը տեսավ ընտանիքի կարիքների համար տան տանիքին տեղադրվող սարքից մինչև արևային կայան, երկրում ինչ կա, արտադրողներն ինչ ծրագրեր ունեն։ Մեր հիմնական շուկաներն են Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Բուլղարիան, Հնդկաստանը, Պակիստանում ենք շատ պրոյեկտներ արել, Վիետնամը և Սինգապուրը։ Հիմա փորձում ենք Հայաստանում արտադրենք նույն պանելները։ Դա ապրիլին, իսկ որ Հայաստանը ձմռան երկնքում էլ վառ արև ունի, հյուրերին ցուցադրելու կտանեն Գեղարքունիք։ Հերմինե Բաղդասարյան, Արմեն Անդրեասյան, օրակարգ։ Հայերի համար ամենալավ երկիրը Հայաստանն է լինելու Մոսկվայում հայ համայնքի հետ հանդիպմանը վստահեցրել է վարչապետ Կարապետյանը, խոստացել, որ իր թիմը դրա համար կանի հնարավորը։ Գործարար Սամվել Կարապետյանն էլ լրագրողներին ասել է, որ մտադիր են խոշոր ներդրումային ծրագիր սկսել Հայաստանում, խոսքը $300 միլիոն ներդրման մասին է։ Մոսկվայից Զարուհի Օհանյանի ռեպորտաժը։ Անկախ, անվտանգ, արդար և ինտելեկտուալ, այս 4 չափորոշիչներով է տեսնում Հայաստանի զարգացումը երկրի վարչապետ Կարեն Կարապետյանը։ Հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում նա նախ ներկայացրեց պաշտոնական այցի հանդիպումների արդյունքները։ Հայկական պատվիրակությունը Մոսկվա է ժամանել մի շարք նախաձեռնություններով, որոնք դիվերսիֆիկացնում են և ընդլայնում հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը։ Բոլոր առաջարկներն արժանացել են Ռուսաստանի կառավարության հավանությանը։ Առաջինը ստեղծվելու է հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ, որը մեր տնտեսության մեջ կներգրավի ռուսական կապիտալ։ Երկրորդը գյուղատնտեսության ոլորտի սարքավորումների մատակարարման լիզինգային ծրագրերի մշակումն է, որը որակապես կփոխի մեր գյուղմթերքների վերամշակման արտադրությունը։ Եվ երրորդը դա ռուսական կապիտալի մասնակցությունն է Իրանի հետ ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագրին։ Կառավարության ղեկավարը հայ համայնքի հետ հանդիպման էր եկել իր աշխատանքային 100 օրվա հաշվետվությամբ, այն ներառում է ոչ միայն կատարված աշխատանքը, այլև ներկայացնում երկրի տնտեսության առկա խնդիրների ախտորոշումը, նաև դրանց լուծման տեսլականը։ Վարչապետն իր խոսքում առանձնահատուկ կարևորություն տվեց նորաստեղծ ռազմավարական նախաձեռնությունների հիմնադրամի գործունեությանը։ Հանդիպման մասնակիցներն իրենց հարցերում հիմնականում անդրադառնում էին Հայաստանի զարգացման գործում Սփյուռքի մասնակցության ճիշտ ձևաչափի ընտրությանը։ Առաջին հերթին մենք, որպես երկրի կառավարող մարմիններ, պետք է ճիշտ ազդակներ ուղարկենք, որպեսզի Սփյուռքն էլ արձագանքի։ Սփյուռքի կողմից կապիտալի ներգրավումն ու բարեգործությունը Հայաստան-Սփյուռք հարաբերություններում ամենաանհրաժեշտ մասը չէ։ Մենք կարիք ունենք կառավարման մշակույթի, շփման մշակույթի փոխանակման։ Օրինակ, սիրիահայերի Հայաստան գալուց հետո մեր երկրում սպասարկման ոլորտի բիզնեսը որակապես փոխվել է։ Գործարար Սամվել Կարապետյանը հավաստիացնում է, որ լավ նորություններ կլինեն մարտին, ներդրումներ կարվեն արտադրության, ծառայության եւ այլ ոլորտներում, հիմնականում մարզերում։ Լոռի մարզին մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնելու եւ հիմնական ներդրումների ոչ թե հիմնական ներդրումների հագին մեծ մաս ուղղել ենք Լոռու մարզին։ Իդեպ հանդիպումից հետո մասնակիցները մասնավոր զրույցներում հաճախ էին նկատում, որ Հայաստանում գործարար մթնոլորտը դրական փոփոխություններ է գրանցել։ Միջավայրը արդեն փոխվում է, դրա համար մենք ունենք պատրաստած շատ նոր ծրագրեր, ինչի մասին խոսենք ձեզ հետ մարտ ամսին։ Իհարկե, դեռ Հայաստանում շատ բան կա անելու այն առությամբ, որպեսզի ձգողական ուժ ձեռք բերել, որպեսզի գործարար ուժը Ռուսաստանի, կապ չունի Ռուսաստանից, ամբողջ աշխարհից գա Հայաստան։ Պիտի լինի այդ հավատքը, հույսը, պիտի ստույգ լինեն խաղի կանոնները եւ այդ մասին վարչապետն ասաց։ Խաղի կանոնները պիտի լինեն ստույգ։ Զարա Օհանյան, Արտակ Ղևոնդյան, օրակարգ, Մոսկվա։ Մոսկվա պաշտոնական այցի երկրորդ օրը վարչապետ Կարապետյանը այցելել է Հայաստանից դուրս ամենամեծ հայկական եկեղեցական համալիր Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի մոմ վառել եւ աղոթել աշխարհում խաղաղության համար։ Արմինե Ուդումյանն է պատմում Ռուսաստանի մայրաքաղաքից։ Ռուսաստանյան պաշտոնական այցի երկրորդ օրը վարչապետ Կարապետյանն այցելեց անհայտ զինվորի հուշարձան հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի համար ընկածներին։ Նրա անունից ծաղկեպսակ դրվեց անմար կրակի մոտ։ Այնուհետև Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվեց դեպի հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդանից Սուրբ Պայծառակերպության եկեղեցի։ Այստեղ աղոթեցին աշխարհի խաղաղության համար։ Թեմի առաջնորդ Տեր Եզրաս arczepiskopos Ներսիսյանը ողջունեց Հայաստանից ժամանած բարձրաստիճան պատվիրակությանը, նշելով, որ այցելությունը պատմական է եւ հիշարժան։ Մոմավառությունից հետո վարչապետը շրջեց առաջնորդարանում, թեմին ու հավատացյալներին նվիրեց Սուրբ Մարիամ Աստվածածնի սրբապատկերը։
Արքեպիսկոպոսը թեմի անունից վարչապետին նվիրեց Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ Ռուբեն Գալաչյանի եռալեզու գիրքը։ Իսկ ամփոփելով այցը Կարապետյանը նշեց, որ արդյունքներից գոհ է։ Ունենք բազմաթիվ հեռանկարներ։ Մենք որոշակի առաջարկներ ենք արել, որով որ դիվերսիֆիկացրել ենք այն տրադիցիոն ոլորտները, որտեղ մենք համագործակցում ենք եւ ստացել ենք մեր ռուս գործընկերների համաձայնությունը այդ ուղղությամբ շարժվել։ Կարեն Կարապետյանի խոսքը ներդրումների նպատակով հայ-ռուսական ինտեգրացիոն հիմնադրամի Իրանի սահմանին ազատ տնտեսական գոտում ռուսական ընկերությունների ներկայության եւ լավ պայմաններով գյուղտեխնիկայի ու սարքավորումների մատակարարման մասին է։ Իսկ առաջնորդանիստ եկեղեցում առաջին անգամ չէր։ Տպավորություններս ֆանտաստիկ են։ Այս այն կենտրոնն է, որը համախմբում է մեր հայությանը Մոսկվայում։ Արմինե Ուդումյան, Արտակ Ղևոնդյան, օրակարգ, Մոսկվա։ Վերադառնանք Երևան, հունվարի 1-ից գործարարները հարկայինի հետ շփվում են բարեփոխված պայմաններով, ավելացված արժեքի հարկ վճարողները այսուհետև սահմանին այդ հարկատեսակը չեն մուծի, իսկ շահութահարկ վճարողների համար նվազեցվել են տոկոսադրույքները։ Ավելացված արժեքի հարկ, շահութահարկ հարկատեսակներով գործարարներին արտոնություններ են տրվել, ներդրվել է շահութահարկի կանխավճարների այլընտրանքային համակարգ, հատկապես կառուցապատողները կանխավճար կմուծեն ոչ թե նախորդ տարվա շահութահարկի մոտ 19%-ի, այլ վերջին եռամսյակում ապրանքների մատակարարումից ու ծառայություններից ստացվող եկամուտների 2%-ի չափով։ Որպեսզի խուսափեն այդ դրույթին, փակում են այդ ընկերությունը, նոր ընկերություն են բացում, որպեսզի այդ կանխավճարներից խուսափեն։ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից Հայաստան ապրանքների ներմուծող եւ դրանց վերամշակումից ստացված արտադրանքի արտահանող լիազորված տնտեսական օպերատորները եւս չեն հարկվի, եթե արտադրանքը վերամշակվել է 180 օրվա ընթացքում։ Համեմատ նախորդ օրենսդրության այդ գումարները սահմանին վճարվում էր պետության բյուջե եւ որը կենթակային վերադարձրալ 90-ից 180 օրվա ընթացքում։ Իսկ հիմա այդ գումարները կմնաս ընկերությունում։ Այս փոփոխություններով կավելանան գործարարների ֆինանսները, ինչը հավելյալ արդյունք ստեղծելու հնարավորություն է։ Մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգը եւս հունվարի 1-ից գործարարների համար դարձել է անվճար։ Գործող օրենքների փոփոխությունները էական դրական ազդեցություն են թողնելու տնտեսավարող սուբյեկտների տնտեսական գործունեության եւ իհարկե կոչված են նպաստելու նաեւ ներդրողների, պոտենցիալ ներդրողների ներդրումային որոշումների կայացման վրա։ Վահե Կոստանդյան, օրակարգ։ Հանգուցալուծվել է փոքր մհեր կրթահամալիրի աղմուկանած պատմությունը, կառավարության որոշմամբ փոքր մհերը եւ Ֆապարանի ռազմամարզական վարժարանը վերակազմավորվելու են եւ դառնալու Նուբարաշենի մասնագիտացված դպրոց, որը գործելու է փոքր մհերի Նուբարաշենի մասնաճյուղի տարածքում։ Կրթության նախարարը այսօր կրթահամալիրի խորհրդի նիստում ասել է, որ այն լինելու է ֆիզկուլտուրայի եւ նախնական զինվորական պատրաստվածության խորացված ուսուցմամբ ավագ դպրոց, որտեղ կարող են սովորել նաեւ աղջիկները։ Զինվորական կանոնադրության խիստ պահանջներ այստեղ չեն լինելու։ Ռուսաստանում պատիժ կրող Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը կհետազոտվի եւ բուժում կստանա քաղաքացիական հիվանդանոցում։ Հայաստանի ՄԻԲ գրասենյակի դիմումով ռուս գործընկերները հատուկ այցելել են Հարությունյանի պատժախուց, ծանոթացել նրա վիճակին, որը բժիշկների գնահատմամբ բավարար է։ Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարն ասել է, որ Հրաչյա Հարությունյանի իրավունքների պաշտպանության հարցը հատուկ հսկողության տակ է։ Դոնալդ Թրամփը մտադիր է կյանքի կոչել իր նախընտրական խոստումներից ևս մեկը՝ սահմանափակել միգրանտների մուտքը Միացյալ Նահանգներ։ Նա վերահաստատել է, որ ետ չի կանգնելու նաև Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու աղմկահարույց խոստումից։ Մեքսիկայի սահմանը պայուսպապատելու մտադրությունից նախագահ Թրամփը չի հրաժարվում։ Երեկ իր Թվիթերյան էջում նա գրել էր. «Վաղը ազգային անվտանգության համար մեծ օր է լինելու։ Բազմաթիվ գործերի հետ միասին մենք նաև այդ պատն ենք կառուցելու»։ Նախկինում Թրամփը պնդում էր, որ պատը կկառուցի հենց Մեքսիկան իր փողերով։ Այժմ շատ հավանական է, որ դա արվի ԱՄՆ դաշնային գանձարանի հաշվին։ Թեև օրեր առաջ Թրամփը պարզաբանել էր, որ հետագայում Մեքսիկան պետք է վերադարձնի այդ գումարը։ Ակնկալվում է, որ Սպիտակ տան նոր ղեկավարը պատի կառուցման հարցով այսօր արդեն մի քանի կարգադրություն կանի։ Բացի այդ, Դոնալդ Թրամփը հրամանագրեր է պատրաստել միգրանտների մուտքը Միացյալ Նահանգներ սահմանափակելու վերաբերյալ։ Հստացումները կտարածվեն մասնավորաբար մահմեդական երկրներից Ամերիկա մուտք գործած եւ ժամանակավոր վիզա ստացած անձանց վրա։ Այդ երկրներն են Սիրիան, Իրաքը, Իրանը, Լիբիան, Սոմալին, Սուդանը եւ Եմենը։ Բայց հավանական է, որ լինեն բացառություններ, հատկապես նրանց համար, ովքեր իրենց երկրում հալածվել են կրոնական փոքրամասնությանը պատկանելու պատճառով։ Ենթադրվում է, որ այդ բացառությունից հիմնականում կօգտվեն քրիստոնյա փախստականները։ Լուսինե Կոշեցյան, օրակարգ։
Իտալիայի Աբրուցիոյի շրջանը դժբախտ պատահարների վայրի է վերածվել երկրաշարժ, ձնահյուսք, հիմա էլ փրկարար ուղղաթիռի կործանում, ինչի հետևանքով 6 մարդ է զոհվել։ Ուղղաթիռը կանչել էին վնասվածք ստացած դահուկորդին տարհանելու համար։ Շարունակվում է ձնահյուսքի տակ մնացած հյուրանոցից մարմինների դուրսբերման գործողությունը, վերջին տվյալով զոհերի թիվը հասել է 23-ի, 6-ի ճակատագիրը դեռ անհայտ է։ Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցը պաշտոնապես առաջադրվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Շուլցի թեկնածությունը հաստատել էր Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։ Խորհրդարանական ընտրությունները Գերմանիայում անցկացվելու են սեպտեմբերին, որոնց արդյունքների հիման վրա էլ կընտրվի ապագա կանցլերը։ Սերբիայի և Կոսովոյի ղեկավարները համաձայնել են այսօր հանդիպել Բրյուսելում լարվածությունը հարթելու նպատակով։ Բելգրադի և Պրիշտինայի հարաբերությունը սրվեց անցած շաբաթ, երբ Սերբիան փորձեց վերականգնել երկաթուղային ուղեբորափոխադրումները Կոսովոյի առավելապես սերբերով բնակեցված Կոստովսկա Միտրովիցա քաղաքի հետ։ Ռուսաստանից գնված ճեպընթացը նկարազարդվել էր Կոսովոն Սերբիայի տարածքն է մակագրություններով։ Կոսովոյի նախագահը մտավախություն ունի, որ Սերբիայի նպատակը Կոսովոյում Ղրիմի տարբերակի կրկնությունն է։ Մեկ ներքաղաքական լուր Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջում հայտնվել է գրառում ՀՀԿ-ից դուրս գալու մասին, տեքստում նշվում է, որ դա հեշտ որոշում չէր։ Կան շնորհակալական խոսքեր Հայաստանի պետական հաստատությունների նախկին ու ներկա պաշտոնյաներին։ Աբրահամյանը գրել է, որ շարունակելու է ակտիվ զբաղվել քաղաքականությամբ, քանզի իր համոզմամբ ունի բավարար ուժ, գիտելիքներ և փորձ։ Եվ վերջում եղանակային փոփոխությունների մասին միջերկրական ծովից մեր երկրին է մոտենում նոր հզոր ցիկլոն, որի ազդեցությունը զգալի կլինի արդեն այսօր երեկոյան։ Այն իր հետ ձյուն է բերելու լեռնային շրջաններում և լեռնանցքներում բուք և մառախուղ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կբարձրանա 8-ից 10 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։ Ձյունը կշարունակվի մինչև հունվարի 29, ամսի 30-ին ցիկլոնը դուրս կգա հանրապետության տարածքից։ 99% հավանականությամբ այս ցիկլոնի անցումից հետո այդ չարավաստիկ մառախուղը ուրեմն դուրս կգա հարավային դաշտի տարածքից, որտեղ ինքը շատ ուժեղ տուրբուլենտ հոսանք է, վերընթաց հոսանքներով, կառաջացնի ինտենսիվ օդի խառնում, որը ամբողջությամբ կցրի այդ լճացած օդի զանգվածը, որի մեջ գտնվում է այդ մառախուղի շերտը։ Այսքանը իրադարձություններին շարունակեք հետևել հանրայինի եթերում, ցտեսություն։